Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ինչպես նաև օրինակ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա։ Հաստատվում եք։ Այո, հաստատում եք։ Այո, հաստատում եք։ Ինչ օրակարգ Եկեք այդ հաստատեցի, բայց մնացածը արդեն վարչապետի գրասենյակի։ Այո, Էրդողանը հրավիրել։ Այո, հրավերի։ Բացի հայ-թուրքական հարաբերություններից նաև այդ խաչմերուկի հարցն է։ Բոլոր հարցերը տարածաշրջանային քննարկվելու են եւ ես կարծում եմ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Հիմա չլսեցի ոչ մի։ Այդ հանդիպումից, ամսի 20-ին ակնկալիք այդ հանդիպումից հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, թե նաև հայ-ադրբեջանականում բոլոր հնարավոր հարցերին, որոնք որ հնարավոր կլինի քննարկել, այդ հարցերը կքննարկեն։ Ոչ մի արտառոց բան էսպայի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում։ Իսկ կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ուզում է միջնորդ լինել այս ինչի մեջ միջնորդ։ հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Չեմ կարծում, որ նման գնահատականներ տալը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերը։ Բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չլինի, թե այլ ֆորմատ կլինի, որտեղ դիվանագիտական բանում տարբեր ֆորմատներ գոյություն ունի եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում նույնպես տեղի կունենա եւ ինչ-որ մի ֆորմատ կընտրվի։